Բարի առավոտ աղջիկներ ջան, բարի գալուց նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես էլ շատ լավ եմ, դրսից նոր եմ տուն գալիս, ասեցի մի հատ էս ծվծվոցները միացնեմ լսեք, ու հենց այս պահից էլ սկսենք մեր այսօրվա վլոգը, տեսնենք ինչ ենք անում, օրը ինչպես է սկսվում և ինչպես է վերջանում, սկսվել է խոզերին կերակրելով, Գյորգին և Էրիկին ուղարկելով աշխատանքի և դպրոց, Արսենանք դեռ տունն են, մանկապարտեզում լույսերի հետ կապված խնդիրներ կա, ճաշ չեն կարող էփել երեխեքի համար, դրա համար երեխեքը արդեն 2-3 օր է տունն են, որը շատ լավ է, չեմ մտածի, որ այս ժամին պետք է գնամ մանկապարտեզ գալ, եթե Գյորգին տանն ա լինում, ինքն ա գնում բերում, իսկ եթե ոչ, ապա մենք ենք գնում բերում։ Մի խոսքով սիրուններս մեզ բոլորիս հիանալիորեն եմ մաղթում, ծվծվոցը վայելեք ու գնացինք սուրճ պատրաստելու։ Երկրորդ բաժակը պետք է խմեմ, մեկը Գյորգիի հետ եմ խմել, իսկ մյուսը արդեն ձեր հետ կխմեմ, աղջիկս դեռ քնած է, տղաս իր համար մուլտիկ ա նայում խելոք, ես է կարևոր տեղերը վերջացրել եմ գործերը աղջիկներ ջան, արդեն քանիսն ա ժամը 8:20 ա, կարևոր գործերս վերջացրել եմ, մնում ա գնամ երեխաների ննջասենյակը հավաքեմ ու վերջ, ու մտածում եմ կարելի ա գնալ լոբից հանել, արդեն ժամանակն է, էլի շուշացնեմ, կամ այսօր Իրիկու կդնեմ ջուրը, լավ կուռի, վաղը արդեն կցանենք։ Հիմա եկեք մի հատ կոֆե խմենք, կոֆե խմենք, ու տեսնենք ինչ ենք անում։ Երեք ձեր սուրճը և միացեք, 3 համեղություններ եմ նվերը ստացել աղջիկեր ջան, Անժելայից կողմից, Անժելան իմ հետևորդուհին է, հետպես մի մեզ դու կերս աղարկել, եթե Instagram-ում հետևում եք այնտեղ ցույց եմ տվել, եթե մյուս զալիքում կաք փոքր, այնտեղ եմ ցույց տվել, մի րոպե կներեք զանգա գալիս։ Աղջիկեր ջան Աննան էլ ա ինձ միանում, հիմա 2 բաժակ եմ դնում, ասեցի չէ, զանգա գալիս, այդ իսկ պատճառով մամայից էլ եմ WhatsApp-ով խմում, հենց խոսում ենք, ասում եմ մի հատ կոֆե դիր, ես է տնեմ ու անցնենք կոֆե խմենք։ Աննան հիվանդանոց ա գնում, պետք է ապամի հետ ինչ-որ խնդիր կա էլի լուծելու, պետք է հեռացնի, կամ պլոմբի, չգիտեմ։ Տերի Սոֆիային ինձ տա և Մարիայի հետ գնա գա։ Այստեղ էլ կոնֆետներ ունենք։ Իրիկունը համ ուզում էի համտեսել, համ չհամտեսեցի, չկերամ։ Հիմնականում ես շատ եմ սիրում Snickers, Mars, Twix, այն փոքրուց էլ միշտ շատ եմ կերել ու կինդերներ։ Դասի որ գնում է պետք է պարտադիր իմ պայուսակում լիներ շոկոլադ, ինչ տեսակ ուզում ա լիներ, ինչ գնի ուզում ա լիներ, պետք է պարտադիր լիներ։ Կապ չուներ թանկա, էժանա և այլն, կարևորը կոնֆետ ունենալ։ Բայց հիմա էլի տենց ուտում եմ, բայց ոչ այդքան շատ էլի։ Երեխեքս էլ են արդեն քիչ-քիչ հետ են գնում, շատ քաղցրին չեն վազում։ Այդպես մոռացա Էրիկիս հետ 2 հատ դնեմ։ Անժելաս մի լավ տուփ էսպես դրել էր, հենց Վայլպրեսով էլ ուղարկել էր, որի համար շատ-շատ շնորհակալ եմ, անչափ զգացված եմ, միշտ քաղցրի մեջ մնաք, Աստված օրհնի ձեզ։ Չգիտեմ, այնց զգացողություն ա մի տեսակ, հատուկ որ երեխեքիդ քաղցր են ուղարկում։
Մի տեսակ շատ եմ այսպես գնահատում։ Այսօր լոբին էլ չեմ ցանի։ Մի տեսակ անձրևային ամռայլա, ասպաս կանչեմ անձրև չգա։ Իրիկունը ջրի մեջ կթողնեմ ամբողջ գիշեր կմնա, առավոտյան նոր արդեն կցանեմ կամ էլ կսպասեմ, որ Գյորգին տանը լինի, նոր ժամանակ ցանենք։ Հիմնականում եթե լոբին ուշ եք ցանում, թրջում եք մնում ամբողջ գիշեր, ինքը ուռում բացվում է ու գալիս է հասնում է նոր հին ցանածներին։ Այնպես որ այդպես էլ կան։ Ամել մի փոքր այսպես ավելի լավ ուշ լինի, լավը լինի էլի։ Պոֆես արդեն է փեց, այսօր որ է աննանեկը հասնի։ Չկա։ Եկավ։ Սոֆիայից են եկավ։ Վաղտել դրեցի։ Մռազում է, որպեսի հասցնի գնա հիվանդանոց։ Մարիային այդ ոնց է վասելով գալու։ Ձենը լսում եք։ Դուրը փագա, փագա։ Դուրը չեմ բաս, գնամ բացել կա։ Ոյ, բարև ձեզ։ Աննա անկեկան, սուրճ խմեցինք, հիմա ճանապարհում եմ իրանց հիվանդանոց։ Անձրև է գալիս, այդպես հիմա գնում եմ մեր չորանոց, նու չորանոց որտեղ, այնտեղ փոքր կուխնյայի տիպի տենց տեղ է, որտեղ որ մեր հագուստներն է, դմի եւ այլն։ Այդտեղ մի քանի գործ ունեմ անելու, դասավորեմ, երեխեք իրանց համար խելոք խաղ են անում Սոֆիայի հետ։ Տեսնենք այս եղանակը մեզան ինչ ա ուզում։ Մորդ բան չի հասկանում։ Լույսերն անջատեցին, ասեցի դե լավ է, եթե անդերսում չեմ կարող գործանել, գոնե տորթերս կթխեմ լիստերը։ Այդ էլ լույսերն է կտրեցին։ Հայ ջան, աղջիկներ ջան, արդեն չգիտեմ քանի ժամա գործ եմ անում։ Այստեղ մեր բալկոնն է, այստեղ այն գաղտնի սենյակն է, որ դուք ընդհանրապես այստեղ չեք եղել։ Այս այն սենյակն է, որտեղ որ միանգամից կոմից գալիս ենք այստեղ, փոխվում, մաքրվում ու նոր տուն ենք գնում, այսինքն գոմի շորերը հանում ենք, այստեղ փոխվում ու տուն գնում։ Մենք ընդհանրապես գոմի շորերով տուն չենք մտնում։ Մեր տանից մի գրամ գոմի հոտ չի գալիս, խոզի հոտ հատկապես։ Ամեն ինչ այստեղ է արվում, փոխվում ենք ու նոր տուն ենք մտնում։ Եվ այսպես հիմա լվացել եմ հատակը, մաքրել, այնտեղ էլ այն մի փոքր հատվածն է մնացել, այս այդ էլ կմաքրեմ ու վերջ։ Որ հագուստները, որ մենք տանը չենք հագնում, այսինքն արդեն դուս գրված է, բերում եմ այստեղ հագնում ենք ու գոմ ենք գնում։ Դուռը բաց եմ թողել, որպեսզի չորանա հատակը։ Լվասկս չգիտեմ դուրս տանեմ թե ոչ։ Մի քանի կաթիլ անձրև եկավ, հա ջան։ Հա? Ինտերնետ չկա Էրիկ ջան, լույս չունենք, անջատել են։ Մտի, չկա ինտերնետ։ Ահա որ քամի է, էլի հագուստները հանել եմ 2-3 օրվա, որպեսզի լվանամ, որ ընդհանրապես հոտ մոտ չգա, աղջիկ ջան։ Ուր՞ն է այս։ Այստեղ ոչ մի բան չկա, գնա տուն բալես։ Թացա, ճիշտ ես։ Թացա, տապշկեկտել ընդեղա։ Դա։ Մտի տուն։ Պակա։ Աննանք դեռ չեն եկել, Սոֆիան քնեց։ Ես էլ դեռ շարունակում եմ աղջիկ ջան։ Այնքան աղբ եմ հանել, հələ չհաշված, հեսա մի քանի այսպես ցելոֆանել, այդտեղ հագուստ կավելանա։ Ուզում եմ բոլոր հագուստները դուրս հանել։ Երբեք չեք լսել, չէ՞ իմ վերնից հոգնած բառը։ Բայց իսկապես այսօր շատ հոգնեցի այստեղ։ Այս միշտ փոշին վերցնում եմ ու մի հատ լավ պոլիշորով լվանում եմ, այստեղի պոլիշորը առանձին է, որ փոշին տուն չմտնի։ Տունն էլ դե գիտեք, Լիլիոնում է մի անգամից այդ փոշին
Աղջիկներս սեղանի տեղը փոխեցի, մի հատ ամբողջը առաջ քաշեցի, տակերը սաղ մոքրեցի, լվացի, հիմա արդեն պսպղում է, փայլում է, որ ամեն մի անկյունը, ահա, սաղ շողշողում է, հիմա ինչ է ինձ մնում անել, մի հատ սուրճ դնեմ, նստեմ մի 15 րոպե հանգստանամ ու դուրս գամ դուրս, լիքը կոշիկներ կա երեխեքին, ամառային, արդեն որ պետք է դրսում հագնեն, մի հատ թարմացնեմ լվանամ ու վերջ, հիմա գնում ենք կոֆե դնենք աղջիկեք ջան, ինձ հիմա կոֆեի անհրաժեշտ է, ճիշտ է, շատ չեմ խմում, բայց ամեն դեպքում երիկներ ասում եմ, բայց ամեն դեպքում հիմա ուզում եմ մի հատ սուրճ խմել, գոյնե մի 10 րոպե նստեմ, չեմ հիշում ժամը քանիսից եմ սկսել մեզ ուբորկան, բայց շատ կարևոր էր ու արդյունքում ուղղակի հիանում եմ համարածս գործով, համ էլ ինձանով, երեխեքս է դրսում խաղում են, ուզում եմ ստեղի համար վարագույրներ պատվիրեմ, ես չգիտեմ ինչ գույնի պատվիրեմ, որ սիրուն լինի էլի, ոչ շատ տենց մութ լինի, ոչ է շատ տենց, չգիտեմ, սպիտակ լինի, նու կարճ, այս հատվածի չափով եմ ուզում, շատ երկար չեմ ուզում, որ փոշի մոշի շատ չնստի էլի, շշուտ չհանեմ լվամ, մալադեց, ապրես, նայք համասմանի բորն համես տուգմա, ինչ են ձեր մայկեքը դուրս եկել ձեր շալվարների տակից, շատ եմ բազ ուզում, ինչքան ժամանակ էր ուզում ես հենց մաքրություն անեմ ու այսօր էքուց, ասի անն աղջիկ ջան, այսօր օրն է, այսօր էքուց չկա, միչև գործ չանես, գործը չի վերջանա, այսօր երկրորդ եմ ուտում, վաղել չեմ ուտելու, այսօր նորմալ հասել չեմ կերել, երեխեքին մենակ հաց եմ տվել, Սոֆիային քնացրել ու անցել գործի, մի քանի րոպե երեխեքը խաղարեցին, հետո Սոֆիան կաթ կերավ քնեց, ասեցի քանի քնացա, մի հատ շշուտ փայլացնեմ, կմնա լուսամուտները, այդ էլ ուզում եմ վարագույրներ պատվիրեմ, սիրուն ըստեղ կախեմ, մի հատ հին ունեի, կախել էի, դուրս չեկավ, հանեցի թափեցի, Սերը կտրել են լույս չունենք, կարևորը գազ ունենք, բայց հեռախոսս մարկոսին նստում է, մի քանի տոկոս է մնացել, չգիտեմ երբ կտան, մենակ մերնա թե էլի, հետաքրքիր է, շոկոլադ է կերել, հիմա էլ նստած նկարչություն անում, դա հարսիկին պա չկարա, հարսիկին պա չկարա, ստեղ պա չկարա, պա չի, ներպիկս, լավնա չէ, պուչուր, Սոֆա, Երիկս դարս է անում, արի մի հատ էլ ասա, բալես ու վերջ, Էլինան ու Արսենը քնած են, այ, մազերը երկար է դա արդեն, նստի, Мы опять родину спасли, преодолели все преграды. Спасибо вам от всей земли. Так,
За все спасибо вам, солдаты. Молодец. Все. Ապրես։ Thank you so much. Սոֆա։ Լայրիկ կան ընդեղտես այն հարսիկի սումք են բեր։ Տենան մեջը սվիտեր կա, փոխենք սոֆայի շորը։ Ой. Софа. Կամ ոնց բալես թող քնեն։ Հա, այդ կարմիրը, չէ, այն մեկը, այն որ այ էդի։ Տենանք շորա բեր է սոֆային։ Ай, и подписи. Պամպերս փոխել եմ։ Պամպերսը չէ, տագդիր։ Софа. Չէ, չկա, սվիտեր թե կա։ Չէ, մի հատ բոդինա։ Հե, ինչ։ Ինչ։ Это есть. Ինչ։ Մազերելա, երկայելա Սոֆիայի։ Ոչինչ, կանֆետա գերը չմտածեք կեղտոտ։ Չգրեք էտ երեխու շորին, ճաննա ջան։ Իրա մամայի հետ կոֆե ախմ է կանֆետով։ Կանֆետը թաթախում ես, բորշել ես գերը։ Բորշել ես գերը։ Ինչ պետք է եփեմ։ Ապրես։ Ուզում եմ տորտ թխեմ, շոկոլադի բիսկիթ պետք է պատրաստեմ։ Թե վանիլային թխեմ, չէ շոկոլադ է, այն օրը վանիլային եմ թխել, հիմա պետք է ամբողջովի շոկոլադ է, համ կրեմը շոկոլադից պատրաստեմ, համ նստի, համ ամեն ինչ շոկոլադ է լինելու։ Աղջիկներս գրեթե գործերս վերջացրեցի, Աննանց ճանապարհեցի տուն, նայեք գնում է ներևումա, չէ արդեն անցան։ Ես էլ գնում եմ խանութ։ Գնամ սմետան բերեմ, որպեսզի մածուն մերեմ, կաթսեր եք վերցրել եփել եմ ու սմետանի պատճառով դեռ չեմ մերել։ Հիմա գնամ խանութ, համեն պարանը վերցնեմ, որ պետք է արդեն, նու ոչ թե արդեն սկսել եմ, այսօր ամսի քանիսն է 7-ը, 7 օր համ լավ այսպես ակտիվ մարզվում եմ, չնայած մինչև էտել էի մարզվում, ուղղակի ոչ այսպես կանոնավոր գործ անելու ժամանակ էլի մարզվում։ Հիմա ավելի այսպես կենտրոնացած, մոտիվացված, համ սննդակարգս է փոխված, համ մարզվում եմ ու շատ շուտով արդեն արդյունքը կնկատեմ։ Այստեղ մաքրել են ճանապարհները։ Այս օրերիկս առավոտ շուտ եկել եմ, մամ ավելը տուր, մոռացել եմ տանեմ։ Մի երկու կաթիլ էլ անձրև էր գցում, ասեցի երևի չեն մաքրելի դպրոցը, բայց արի ուտես, երկու կաթիլ անձրևից հետո նորից եղանակը բացվեց ու երեխեքը լավ գործ են արել։ Հիմնականում այս տարածքը իրանք են մաքրում, ուսուցչուհիների հետ մեկտեղ հավասար ուսուցչուհիները երեխաների հետ գործ են անում։ Այն անգամ անցած տարի էր գալիս էի խանութից, իրենց ուսուցչուհի հետ գործ էին անում, ասում կարամ օգնեմ, ասում ցանկալի է, բայց դե երեխա ունես քո մոտ ոնց օգնես։ Այնպես որ եթե հիմա հանդիպեի, միանշանակ կօգնեի։ Մենք էլ ենք օգտվում այս ճանապարհներից ու ինչպես տեսնում եք, ամբողջ այս տարածքը փայլում է։ Շատ եմ սիրում այս հատվածը։ Մի տեսակ ոնց որ հեքիաթային ճանապարհ եղնի, չգիտեմ։ Ու սենց ուղիղ գնում ես եկեղեցու ճանապարհով մինչև մեր տուն, սենց ասֆալտապատ է, էլի շատ սիրուն է։ Ծիտիկները ոնց են ծլվելու։ Հələ նայեք ինչ ընտիր բանջար կա։ Չտանեմ խոզերն ուտեն։ Բայց սրա համար մեզ շոկա պետք որ քաղեմ։ Տեղով վիտամին է։ Լավ ճիշպահան անում էլի խոզերին։ Օգտակարը։ Հետպես աղջիկեք ջան, հասանք խանութ։ Դենամ պարանը երկար է, քանի մետր է, որպեսզի կարողանամ նորմալ թռնել։ Իմ բոյին կա թե չէ։
Հասանք խանութ։ Այստեղ մի ուզած սմետանը կա։ Չէ, ոչ թե սմետանը սմետանը։ Դրին սիրունը տեսարանը։ Աղջիկներս խանութից դուրս եկա, պարան չկար։ Այն անգամ 2 հատ կար, իզուր չոռա։ Հարցնում եմ, ասում ուժը տարել են։ Ասում վաղը գնդակ եմ բերելու, ասում եմ գնդակ չեմ ուզում, ես պարան եմ ուզում ինձ համար, ասում ա քեզ ա պետք, ասում եմ հա։ Այ Աստված ջան։ Եմ որ մի հատ խոսք է, ասում ա Ծիրանը ծառին հասավ, պետքա պոկես տանես։ Հիմա իմս էր տեսել եկար, պետքա վերցնեի։ Ես չվերցրի, տանողը տարա։ Բայց ոչինչ։ 2 օրից նորից կգամ։ Կամ էլ արդեն մեկ ուրիշ խանութից կգնեմ, ուղղակի ստեղինը մի տեսակ ինձ թվում է մեծի համար էր էլի։ Հիմա գնամ տուն, հենց անուշ ա գալի ես խոտի հոտը։ Տեսնեմ երեխաներս արթնացել են թե ոչ, էդիկը սանայում։ 2 գործել ունեմ, էդ էլ վերջացնեմ, ու վերջ աղջիկեք ջան, անցնեմ բիսպիտներս թխեմ, թխում եմ, հələ չեմ հասել թխելուն։ Գնամ էդ գործը անեմ ու թխեմ։ Տորթս ամսի 10-ին արդեն պատրաստ կլինի, ձեզ ցույց կտամ։ Այս անգամ պետքա վիլյուրա պատեմ։ Առաջին անգամ վիլյուր եմ անելու։ Կրասկապուլտով, տեսնենք ինչպես կստացվի, հուսով եմ, որ լավ կլինի, չլինելու տարբերակ չկա, այնքան կոնեմ միջև լինի։ Աղջիկեք ջան նկատուն հասա, մի հատ մրգերը լվանամ, երեխեքին հյուրասիրեմ ու անցնեմ գործերիս։ Տանձի կիլոն աղջիկեք ջան 300 ռուբլի էր, կիվինը նույնպես 300։ Գալիս է դրամով 1800, հա, եթե 480 է, հա, 480 է ռուբլին 300, 1500 է գալի, կորցեմ 1600 դրամ կիլոն։ Հələ մի հատ գրեք տեսնեմ ձեր մոտ ինչ արժե կիլոն։ Աղջիկեք ջան, մածունը մերեցի, հիմա միրգ եմ կտրում, երեխեքը միրգ ուտեն ու մտածում եմ կարելի հնկածավարով փլավեք, հա ջան։ Հա կյանք, կտրեմ տամ, հա։ Հիմա հավի միս եմ էփում, առանձին եմ էփում, որպեսզի փլավ պատրաստեմ։ Մակարոնով փլավ չեմ ուզում էփեմ, կեսն ուտում են, կեսը չեն ուտում։ Բրինձով փլավ այն մի տեսակ բրինձնա չգիտեմ ոնց կստացվի, դրա համար ավելի լավ է հատկացավարով փլավ էփեմ, բորշ է եփեմ, բորշս նոր է վերջանում։ Ես էփելը կրակ կա, մոտ չգիտի ինչ է։ Կարևորը մածունս մերեցի, հիմա գնամ մի հատ մենց կուրտկա կա, հետը գոմի կուրտկաներից է, բլոգներում Գյորգի հակը տեսած կլինեք, ահավոր վիճակում է գտնվում, արդեն 2-3 ժամ է ջրի մեջ է, գնամ մի հատ լավ լվանում, քանի մութը չի ինգեր, մի 2 ջուր լվանամ, որպեսզի արդեն ամառ է էլի, այդ հոտերը մաքրվեն, աղջիկեք ջան։ Մամա ճո։ Ինչ ես ուզում կյանք։ Վերցրեցի արդեն։ Դա։ Մալայցես, Էլինաս նոր է քնից արթնանում, Արսենս էլ է նոր արթնանում։ Ժամը 3-ին էին քնել։ Ես այդ ընթացքում արդեն խանութ գնացի եկա։ Էրիկս Էլինաս մոտ հանգիստ քնած էին, եկա տեսա դեռ քնած են։ Ժելատին էի ուզում,
Հիմա այս մոդա է այդ ժելեով տորթերը։ Ուզում եմ փորձեմ, բայց նոր մոլտեր եմ պատվիրել, հեսա կգա։ Կարծեմ արդեն մեկ է եկել, հələ պետք է նայեմ։ Խիկյոնք։ Գիշերը մեր բալկոնում հələ նայեք ինչ սիրուն է երեխեք տյուլպանները։ Բերել եմ, որպեսզի այստեղ բացվեն։ Բույրը անընդհատ քաշեմ, նայեք արդեն բացվում է։ Ես ծաղկանոցում ծաղիկ չեմ թողնում, չգիտեմ ինչու։ Հենց սկսվում է բացվել, մի անգամից տուն եմ բերում։ Հələ նայեք։ Այնտեղ անձրև է գալի, ցուրտ է լինում։ Վախում եմ մառոզը այսպես թուլացնի, դրա համար բերեցի տուն։ Հիմա արդեն տանում եմ տուն։ Նոր այսպես սիրուն լվացի։ Հիմա գնում ենք տուն, աղջիկեք ջան։ Ինչ ես պատրաստում։ Սուպ։ Ինչով սուպ է։ Ինչով սուպ է։ Ինչ ես գցել մեջը։ Հետո։ Հետո։ Հիմա ինչ ես անում։ Յակուկու։ Ջուլբազի ճաշն է սեփում։ Բայց ով պետք է ուտի։ Այդ ով է ուտելու։ Կարովան չէ, ջուլբազ, մենք կարովա չունենք։ Հա, պետք է ճվենք, ջուլբազը գա ուտի։ Да. Կարովան մալակո է տալիս, մալակոն պուճուր հորթիկն է ուտում։ Տանենք ջուլբազը ուտի։ Մութա։ Սպասենք լույսը բացվի, նոր տանք ջուլբազին։ Զգուշ չթափես կյանք ջան, իջի։